Թե ինչպես բիզնես հիմնել, բյուջե պլանավորել, ինքնարժեք հաշվարկել, գին սահմանել եւ տիրապետել ձեռնարկատիրության մյուս կարևոր հմտություններին 3 ամսվա ինտենսիվ դասընթացներին սովորել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 70 անձ։ Կարողությունների հզորացում ծրագրով Հայաստանի գործատուների հանրապետական միության այս նախաձեռնության մասնակիցներն այսօր արդեն մտածում են սեփական բիզնես հիմնելու մասին։ Այդ դասընթացների ընթացքում շատ մեծ ուժ ստացա եւ ոնց որ sense տալ չոք, ճիշտ ասած մի փոքր խոբի ունեի, որը հիմա ես իրան ստեղծեցի։ Ծրագիրն իրականացվել է 3 խմբի համար առկա, առցանց եւ հիբրիդ ձևաչափերով, ինչի շնորհիվ ներգրավել են մասնակիցներ հանրապետության 9 մարզից։ Դասընթացների ավարտին նրանցից շատերը ներկայացրել են բիզնես պլաններ եւ նախագծեր, որոնց հիմքով հետագայում կարող են եկամտաբեր բիզնես վարել։ Ծրագրի հիմնական առանցքային բաղադրիչներից մեկը Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտի խորհրդային ուսումնասիրություններ, ինչը շատ կարևոր էր, քանի որ այն զգալիորեն տարբերվում է Լեռնային Ղարաբաղում գործող իրավակարգավորումներից։ Վահագն Համբարձումյանի համոզմամբ ձեռնարկատիրության զարգացման ուղղված նպատակային ծրագրերն առանցքային են Հայաստանի սոցիալ-տնտեսական առաջընթացի համար։ Դրանք միաժամանակ խթանում են երկարաժամկետ տնտեսական աճը, ապահովում աշխատաշուկայի կայունությունն ու բարեփոխումների իրագործումը, ինչի արդյունքում ձեռնարկատերերի համար ստեղծվում են գործնական հնարավորություններ։ Ծրագիրը իրականացվեց երկու հիմնական կողմերի ջանքերի եւ նաեւ ներդրումների շնորհիվ, որը իրականում ստեղծվեց մեծ սիներգիա։ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը մասնակցեց ֆինանսավորեց ծրագրին, գործատուների միությունը կազմակերպեց եւ իրականում մենք ունեցանք շատ հետաքրքիր լավ արդյունք։ Հուսով եմ, որ յուրաքանչյուրը կկարողանա իր կայուն եկամուտ ունենալ այս դասընթացի արդյունքում։ Ծրագրի երկրորդ բաղադրիչով գործատուների միության 30 անդամի համար կազմակերպվել են դասընթացներ կառավարման հմտությունների կատարելագործման, ֆինանսական գրագիտության բարձրացման եւ բիզնեսում արհեստական բանականության կիրառման թեմաներով։ Համաժողովին առցանց միացած աշխատանքի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեասը նշեց, որ միության սերտ գործակցությունը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ հնարավորություն է տալիս համատեղ լուծել կարևոր սոցիալ-տնտեսական խնդիրներ, ամրապնդել աշխատաշուկայի կայունությունը եւ խթանել հավասար հնարավորությունների ապահովումը հատկապես մարզերում։ Ոչ թե միշտ ձուկ տալ, այլ կարթ տալ։ Կարծում այս է մեխանիզմը։ Երկրորդ կարևոր բաղադրիչը եւ այս միջոցառումը դա հենց գործատուների միության կարողությունների զարգացումը, որտեղ գործատուների միության կայացվածության աստիճան շատ չափազանց կարևոր է պետության համար եւ սոցիալական գործընկերության ինստիտուտի համար։ Այս մոտեցումը տեղահանվածներին հայաստանյան աշխատաշուկային ինտեգրելու արդյունավետ ձևերից է եւ պետք է շարունակական լինի, վստահեցնում են էկոնոմիկայի նախարարությունից։ Կարծում եմ, որ ձեռնարկատիրական կրթությունը Հայաստանի Հանրապետությունում եւ հայ հասարակության համար կարևորագույն գործառույթներից է եւ այդ կարողությունների զարգացումն ու հզորացումը մեզանում շատ պետքական գործառույթ է, քանի որ եւ հատկապես կարևոր է ընդգծել Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին այս գործընթացների մեջ ներառնելը։ Երկու մոդուլների վերապատրաստումը հաջողությամբ անցած 100 մասնակցի հանձնվեցին վկայականներ։ Ծաղկանուշ Միրզոյան, լուրեր։